Այս տարի մենք Քարաունջ հայագիտական կենտրոնի թիմը մեր ընկեր կազմակերպությունների հետ միասին որոշեցինք տոնել ամառային արևադարձը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարաունջ աստղադիտարանում։ Ընտրեցինք վայրը, հաշվի առնելով Քարաունջի կապը օրվա խորհրդի հետ։ Ամառային արևադարձը տարվա այն օրն է, երբ արևը հորիզոնի նկատմամբ գտնվում է իր ամենաբարձր դիրքում։ Տոնը հին ժամանակներում տարվա ամենակարևոր տոներից մեկն էր համարվում և նշվում էր ամենաճոխ կերպով։ Իսկ ինչպես էին այն տոնում մեր նախնիները, ինչ ծեսեր էին կատարում։ Մեզ հասել են կծկտուր տեղեկություններ, որոնք փշրանքների պես հավաքելով, նաև բնազդաբար գենետիկ հիշողությանը տրվելով, իրականացրեցինք երկօրյա գեղեցիկ միջոցառումների շարք։ Հունիսի 21-ի առավոտյան հավաքվեցինք նույն վայրում, որտեղից սովորաբար սկսվում են մեր արշավները, և ինչպես միշտ բարձր տրամադրությամբ, երգերով ու կատակներով ճանապարհ ընկանք դեպի Սյունիք աշխարհ, դեպի հնագույն աստղադիտարան, որի տարիքը ըստ վերջին գիտական աշխատությունների կազմում է 32,000 տարի։ Մեր միջոցառումների մշակութային ծիսական մասը ուղղորդում էր երաժիշտ, ազգագրագետ, տոնացույց կենտրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։ Ավանդույթի համաձայն կանգնեցինք մայրուղու վրա, մեր մշտական տեղում, Արարատի ֆոնին նկարվելու։ Եվ շարունակեցինք ճանապարհը նրա վեհությունը ու ուժը մեզ հետ տանելով որպես խորհրդանիշ։ Խոթեցինք խանչալ խորում, թափեցինք կարմիր արում, կթափեր վր շորերում, կլացվեր վր սոլերում, հայներն այ, հայներն այ, հայներն այ, հայներն այ, հայներն այ, հայներն այ, Սիսիան հասնելուն պես տեղավորվեցինք հյուրանոցում և նստեցինք, հատուկ այս օրը խորհրդանշող, նախապես պատվիրված ուտեստներով լի սեղանի շուրջ, վարեցինք հետաքրքիր զրույցներ, երգեցինք, հստակեցրեցինք մեր ծրագրի ծիսական մասի որոշ փուլեր և տիկին Հասմիկը պատմեց մեզ նրանց խորհուրդների մասին։ Բազուկն է, ստեղ սմբուկը, լոլիկը, մի խոսքով հիմնականում պետք է լինի նուբար և ամենակարևոր բանն է սեղանի պետք է լինի կաթնամթերք, որովհետև այս շրջանում պաշտամունքը կաթն է, նույնիսկ այս տոները կոչվում են կաթնապի տոներ, կաթնապու ուտենք, բայց չգիտեմ մենք հիմա ինչ կուտենք, ամեն դեպքում թանը կա, պանիրը կա, ռեժանը կա, քամացմածունը կա, հենց որ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ամենակարևոր բանը, որ պիչ խոսանք, մունչ ծեսը, մենք պիչ խոսանք, հենց խոսացինք, քարանում ենք, ով խոսաց ինքը հրեղենչի ջուրը թափում ենք և ամենասկզբից։ Ձեզ մի հատ հետաքրքիր երեկոյան ծես է եղել, որը սկսել է 5-ից հետո, 6-ից հետո ու գնացել է 7 աղբյուր, բայց մենք իմացանք ստեղ 40-ը մեկի մեջ են։
որովհետև 7 աղբյուրը շատ լավ է, 40 աղբյուրը ընդհանրապես այդպես բանելով չի եղել, իսկ ստեղ կա 40 աղբյուր։ Եվ գալիս են մեր հետ տղամարդիկ, տղերքը, որոնք իրանց ասում են շուն քշողներ, որ հանկարծ մեզ ոչ մեկ ոչ մի բան չասի, բայց իրանք են մեզ խոսացնել։ Խաղը նենց է, որ պետք է խոսացնեն։ Ինչ որ մի ձևի պետք է խոսացնեն։ Ով որ խոսած, խնդաց, ատամներ երևացին։ Դուրս է գալի խաղից, ենք ջուրը թափում ենք, ինքը պարզվում է, մեր միջից հրեղենը չի։ Այս մի հատ փորձություն է, մունջ ծես։ Ով այլ շարունակում։ Ուրեմն ասենք եք ջուրը հավաքեցիք, մեջը լսում եք 7 ձևի ծաղիկ։ Ու թողում եք աստունքի։ Ինչի ծաղիկ, որովհետև այս 40 օրը բոլոր ծաղիկները, նաև այս ծաղիկները աստղերի երկորյակն է երկրի վրա։ Թողում ենք դառնա ծաղկաջիկ։ Առավոտ կարանք մենք դրանով վերջացնենք մեր ծիսակարգը, լվացվենք ու լինենք շատ ուշակության ծեսի համար, վիճակի ծես ուշակության ծես, վիճակ։ Վիճկի արուս ենք սարքում, ծիսական տիկնիկ, ես բերել եմ վիճակի ծեսը, առավոտ շուտ կանում են, այդ շեստվայով, քանի որ ծաղիկներ են արդեն հավաքել, գնում են տնից տուն ու օրնում են տան մարդկանց։ Ջանձիլումի տարբերակով։ Սկսում են գովամ, ջան, վիճակ, ջան, պարտադիր պետք է սաղին գովանք, սաղին։ Հիմա մենք գովացինք ձեզ, դուք պետք է ձեր տան բարիքը կախեք մեր խնդումի ծառի վրա։ Օրինակ բալը, խնձորը, ձեր տան նուբարը։ Տեսնում եք ինչքան սիրուն ծեսը։ Մենք պետք է ունենանք բերք ու բարիքով լեփլեցուն խնդումի ծառ, որ շարունակենք գովանդը կարողանանք բարենք։ Որովհետև դրա վրա հավաքվում է մեր այս բոլոր սեղանին, տան բարիքները, ծառերը, սա մարմնավորում է մի հատ եզրական ծառի, խնդումի ծառի մեջ, խնդումի ծառ։ Մենք Ինչ ժամով ես հասնքի հետ ծանոթացեք։ Վասիլ Ավետիսյան։ Շատ եմ լսել ձեր մասին, շատ հաճելի է։ 6-ին ենք։ Ախր իմ մասին ով չի լսել։ Ամառային արևադարձի հետ կապված մշակութային ավանդույթները սերտորեն առնչվում են ջրի և կրակի տարերքների հետ։ Այդ առիթով մենք իրականացրինք վիճակի ծեսը Սիսիանի 40 աղբյուր հուշարձանի մոտ։ Կանայք պահպանելով լռությունը ջուր էին հավաքում աղբյուրից, իսկ տղամարդիկ փորձում էին խոսեցնել նրանց։ Մունջ ծեսը սկսելիս տեղի ունեցան նաև խանգարիչ միջադեպեր։ Չարը իր գործը անում է։ Նանային զանգահարեց Հովհաննես Պիկիչյանը, ով ուշացել էր և մնացել հյուրանոցում։ Ստիպված ներեցինք Նանային և նորից սկսեցինք ծեսը։ Ոչ խորքում ենք, ոչ լցնենք, գնանք մուտքով, մտնենք և բան։ Այս իմ ավելա 30 անցել։ Ովիկ դուրս է մնացել։ Որտեղ դուք հյուրանոցում եք, մենք գնացել ենք, չտեսանք ողջից կաղեր, այդ աղբյուրի մոտ։ Դուք մեն։ Ես բայց արդեն տարան, հա։ Քանի բուրես լսնենք, գոհար։
Գար երկու բուր ավել լսի։ Հասկացա։ Երկու բուրան դա է ավել լսի։ Գար աղջիկդ քեզ հեշտ նմանել չի դեգնա։ Խոսացնում ես։ Հլտես։ Հենց ձեր ուսով գցում ոնց որ իրան նման է։ Նանա, քո աղջիկն էլ քեզ նման չի։ Նանա, ինչի աղջիկ չունես, նանա։ Եա, պատասխանում ես։ Նանան պարտվել է։ Այնուհետև ուժով ջուրը տարանք քարաունջ, որտեղ այն լցրեցինք հատուկ քարի խոռոչի մեջ։ Ջրի մեջ տեղադրեցինք հենց քարաունջից հավաքած ծաղիկներ, որոնք ըստ հավատալիքների աստղերի երկվորյակներն են երկրի վրա։ Ծաղիկներով ջուրը գիշերը պիտի մնար աստղային երկնքի տակ, մինչ լուսաբացին ծեսը կշարունակեինք։ Առավոտյան այդ աստղային վարդաջրի ներքո ծեսը անցնում է իր հիմնական փուլին, վիճակի ծեսին, փոքրիկ աղջնակի Հարսիկի մասնակցությամբ։ Արարողությունը ավարտվեց երգերով և շուրջ պարերով։ Հիմա գնում ենք Կապոտի մեջ է, չէ՞ դե։ Հիմա գնում ենք Կարահունջ։ Նանա։ Հիմա Կարահունջ ենք գնում։ Վերջում գոռալու է, եկեք չեն գնում, թողնանան գոռ։ Հա, չեն խոսում, բայց սենց կարան։ Նանան չի ազդում, մինչև չխոսան։ Իրանք թող մեզ կանչեն, Սա վերջի օրն է, արդեն վաղը չի կարելի, անել են ինչ որ մենք հիմա արեցինք։ Օգոստոս բան չի կարելի, վարդավառ չի կարելի, արդեն վարդավառին լրիվ ինչ անել։ Այս ծիսաշարը մինչև արևադարձնա սկսած համբարձման կողմից, մայիսի առաջի շաբաթից մինչև հիմա։ Ոնց էր մայիսի մի խոսքով 40 օր, մայիսից մինչև հիմա այս այս շրջանը։ Հասանք քարաունջ և այդպես երգելով մոտեցանք մեգալիթներին, անգամ քարաունջի հարազատ քամին էր նպաստում մեզ, սփռելով մեր երգերի հնչյունները այս խորհրդավոր տարածքով։
Ծաղիկներ հավաքելով մտանք հնագույն աստղադիտարանի տարածք, հյուսիս-արևելյան քարուղուց։ Քարաունջը 90-ականներին ուսումնասիրել է ակադեմիկոս Պարիս Հերունին և եկել է այն եզրահանգմանը, որ շինությունը իրենից ներկայացնում է աստղադիտարան, արևի տաճար և համալսարան։ Այս հյուսիս-արևելյան քարուղին ուղղված է հենց այն կետին, որտեղից արևը ծագում է ամառային արևադարձին։ Տեղ հասնելուն պես շարունակեցինք մեր մունջ ծեսը, որի ընթացքում տղամարդիկ կրկին պետք է փորձեին տարբեր հնարքներով խոսեցնել կանանց։ Աստղա անունը դել Արուսյակ։ Արուսյակ մոլորակն ես դառնում երկրի վրա վիներան։ Եզերքի հարցը։ Առավոտ դու անելու ես մի հատ կարևոր ծես։ Ու հիմա մենք քեզ տալիս ենք այս կուժը, որի մեջ վարդեր են, ու դու ձեն չես անում, ձեռքը դնում ես կուժի վրա, այսպես մենք քեզ սենց կպաշտպանենք ու կհասվենք։ Կարող է տղամարդիկ մեզ խոսացնեն, բան, պետք է մենք մունջ մնանք ու չթողենք, որ քեզ հանգրացնեին դպնի։ Ծաղիկ ունե մալայա, նայ, 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 օ վարդանուշ, օ վարդանուշ, կոպստիկ բերնի պահակնանուշ, կոպստիկ բերնի վարդներես իմ պահակնանուշ, օ վարդանուշ, օ վարդանուշ։ Ես այնքան կռուկ եմ անելու, քարը չեմ գտնելու, միջև դուք լավ ասիչ դուք տեղը բռնել եմ։ Ծեսի մի մասը ավարտելուց հետո տրվեցինք զրույցների և հանգստի, ձուլվելով հնագույն վեհ մեգալիթների ներդաշնակության և էներգետիկ դաշտի հետ։ Բերում են բեին, հագցնում են քուրքը, ամառվա շոքին բարձրացնում են ծառի ամենաբարձր ճյուղին, եղանը ձեռքն են տալիս, եւ նա ուրեմն այս վիճակում ծանր արևը ահում է երկնքում, հետո այնքան է պահում, որ հոգնում է։ Իրոջ այդ ղեկավարից մասնակից ես դարձնում քո աշխատանքին, նա ավելի բարձր է գնահատում քո աշխատանքը։ Օթարան դերներնի բաց, բարոված վեր լուսավորան, սարված լծեր թանգութան, բարոված վեր լուսավորան, Սարված լծեր թանգութան, գուտնի թախոն եմ
Մաշտոցյան այբուբենի հնչյունները, որպես սրբազան շարական, որ շրջանաձև հնչում են մարդկանց շուրթերից ու օղակվելով տարածվում, անտեսանելի ուժով լցնում են էներգիա տեղեկատվական դաշտը, ինչպես հին աղոթք կամ մոգական երգ, մաքրելով ու հզորացնելով այն։ Ոնց էր գարնի։ Հա։ Սարի հետ իշն է։ Այ սրա առանցքը նայում այն քարը, այս տակի քարով այն քարը մտնաշ դեֆորմացած է։ Այդտեղ անգղի գլուխն է։ Տեսել ես անցկացնի։ Իրա մարմինը ոչ ընդեղ է։ Մարմինը սա է, գլուխը ընդեղ է։ Անգղի գլուխը նայում է հստակ արևադարձի բանը կետին, այսինքն վաղ արևը որտեղ էս որ ծագեց, այդ կետին է նայում։ Ռադիոինժեներ, ռադիոաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու հետազոտությունների համաձայն Քարաունջի աստղագետները հազարավոր տարիներ առաջ հետևել են արևին, լուսնին, աստղերին, մոլորակներին և այլ երկնային մարմինների, կարողացել են հաշվարկել երկրի չափերը, իմացել են երկրի գնդաձևության և առանցքի թեքության մասին, էկլեպտիկայի, կարողանում էին չափել դրա անկյունը, չափում էին նաև արևի բարձրությունը գագաթնակետում ամառային արևադարձի օրը, հունիսի 22-ի կեսօրին և ձմեռային արևադարձի օրը դեկտեմբերի 22-ի կեսօրին։ Գիտեին, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, գիտեին պրեցեսիայի մասին, որով կարելի է հաշվարկել յուրաքանչյուր աստղի դիրքը անցյալ ցանկացած պահի համար, քանի որ կարողանում էին չափել արևի դիրքը տեղաշարժը աստղերի նկատմամբ։ Նրանք ճանաչում էին հելիոցենտրիկ արևային համակարգը Կոպեռնիկոսից, Գալիլեից, Կեպլերից և Նյուտոնից ավելի քան 8000 տարի առաջ, իսկ որ պայծառ աստղերն են դիտել 7630-ից 2330 տարի առաջ, դրանք Օրիոն համաստեղության աստղերն են, 14 քար 5 աստղի համար, մասնավորապես Բետելգեյզը, Ռիգելը և այլն, Կարապ անգղ համաստեղության աստղերը, մասնավորապես Դենեբը, որին նվիրված է 6 քար, Մեջշան համաստեղության աստղերը 12 քար 2 աստղի համար, մասնավորապես Սիրիուսը, որին նվիրված է 5 քար։ Այս բազմամյա դիտումների համար նրանք օգտագործում էին բազմաթիվ հատուկ պատրաստված քարե գործիքներ, որոնց անցքերը ուղղված էին վերոնշյալ ժամանակահատվածում նշված աստղերի ծագմանը, գագաթնակետի և մայրամուտի կետերին։ Նրանք հայտնաբերեցին նաև Սիրիուսի, Սոթիսի ցիկլը, որը շատ մոտ է հայկական ցիկլին, տարբերությունը տարեկան 12 րոպե։ Մեր նախնիները գիտեին 5 մոլորակների և դրանց շրջապտույտի շրջանի մասին։ Այն է, արևի շուրջ Մերկուրին պտտվում է մոտ 3 ամսում, Վեներան մոտ 7,5 ամսում, Մարսը մոտ 2 տարում, Յուպիտերը մոտ 11 տարում, Սատուրնը մոտ 30 տարում։ Օգտագործելով երկրի առանցքի, պրեցեսիայի օրենքը և այլ աստղագիտական օրենքների կանոնավորությունները, Պարիս Հերունին 4 միմյանցից անկախ մեթոդներով ապացուցեց, որ նախապատմական աստղադիտարանում ակտիվ գործունեություն է ծավալվել առնվազն 7500 տարի առաջ, ուստի այն աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկն է։ Սա ապացուցում է, որ նախկինում Հայաստանում բարձր մակարդակի են եղել մաթեմատիկան, տեխնոլոգիաները,
գիրը, այբուբենը, ինչպես նաև պետականությունը, թագավորությունը իր կարգ ու կանոնով և օրենքներով հազարավոր տարիներ շարունակ։ Պարիս Հերունին ենթադրում էր, որ հայերը այստեղ հիմնել են իրենց քաղաքակրթությունը դեռ 40,000-ից 50,000 տարի առաջ։ Հին աստղադիտարանի ուսումնասիրությունը ու Հերունու հաշվարկները ցույց տվեցին, որ Քարաունջի գիտնականները կարող էին համեմատել Յուպիտերի 11-ամյա շրջապտույտի շրջանը Արևի 11-ամյա ակտիվության շրջանի հետ։ Պրոֆեսորի կարծիքով Արևի ազդեցության մասին, բնության, ֆլորայի, ֆաունայի և մարդկության վրա հնում մարդիկ գիտեին շատ ավելին, քան մենք այսօր։ Քարաունջում արևամուտը դիտելուց հետո մեր հավատալիքների համաձայն վառեցինք լույսով ու ջերմությամբ լցված խարույկը Վասիլ Ավետիսյանի հյուրընկալ տան բակում, որի շուրջ հնչում էին օրվա հմայքը փառաբանող երգերը և հնագույն ավանդազրույցները համեմված կատակներով։ Շեկոջան օր երվա օյ, ես կերկեմ ձեզ համար, Շեկոջան երվա օյ, ածկը ռխեմ գարիա, երվա օյ, երվա օյ, ես ինչ աղվոր տարիա, Շեկոջան երվա օյ, ես ինչ աղվոր տարիա, Շեկոջան երվա օյ, Գնդլ մնդլ կքելես, այլոթի յարջան, հաստատ ընձիկը սիրեր, ջանլոթի յարջան, այլոթի յարջան, ջանլոթի յարջան, բոխախըտ մարջան, ջայլոթի յարջան, այլոթի յարջան, ջանլոթի յարջան, բոխախըտ մարջան, գերլոթի յարջան, Ամրանգի շեր, մարմանգի շեր, շուզնակնանու, գշորանգի շեր, մարմանգի շեր, շուզնակնանու, գշորեր, հորոտ խացի, Երեք պատմություն եմ ուզում պատմեմ, թե ասրեցի։ Առաջինը մհերի դուռը, երկրորդը վիշապը, Սուրբ Կարապետ վիշապը, ու իրա ջրերով, կաղդևով, մի ոտանի սև սատանով, և երրորդը ծաղկի հեքիաթն է։ Ծաղկի հեքիաթից լալայի հեքիաթ։ Ասում են, այս շրջանում, մայիսի սկզբից, մինչև վարդավար, մհերի քարի դուռը բացվում է, տարին 2 անգամ, մեկ հիմա համբարձմանես տոներին, մինչև վարդավար։ Մհերը դուրս է գալիս, տարին մի անգամ մհերը դուրս է գալիս այդ քարի դռնից ու մանա գալի ամբողջ աշխարհով մեկ, մի օրում 40 օրվա ճանապարհ անցնում։ Բայց ձին որ հողի վրա որ կտնում է, հողը մհերին չի պահում, ոչ էլ իրացիում, ձինը տեղ խմբտում է, մխրճվում է այդ հողի մեջ ու մհերը վերադառնում է իր քարի դռան մեջ, քարի դուռը փակվում։ Ասում եմ մի անգամ, մի հատ մեր, աղջիկա ձևը գալիս է, ու մտավ մեր քավոր, ձուր, յուղ, մեր քավորը հավ, ճիվ չունի էլի, տանք մարդը թող տոնանի։ Ու այս աղջիկը ձվերը ձերքը գալիս է, որ տանի իր քավոր տուն, մեկ է ճանապարհին հանդիպում է մհերին։ Մերը ասում է, այսուր ես տանում ես ձվերը, աղջիկը ասում է, ես տանում եմ մեր քավորին։ Մհերն էլ թե ես եմ ձեր քավորը, տվեք ինձ, դուր ինձ։ Վերցնում է այդ ձուն, յուղը մտցնում է քարի դռան մեջ ու դուրս է գալի, որ ափսեն վերադարձնի, ափսեի մեջ լիքը ոսկե ձուն։ Ու ասում է, կտանես, կտաս քո մոր խալատ։ Այս աղջիկը ձվերը վերցնում է, գալիս է տուն, այս մերը տեսնում ասում է,
Էս ով քեզ տվեց այսքան ոսկի որտեղից քեզ բազմը մեր խավորը տվեց։ Հաստատ մի բան սխալ ա եղել, մեր խավորը ոսկի չունի, որտեղից իրան այսքան ոսկի որ քեզ ա տվել։ Արի մի բան դու խառնել ես, հիշում ես ով քեզ տվեց որտեղից, բա հիշում եմ։ Դե արի գնանք վերադարձնենք, որովհետև սա մերը չի կարա լինի, սա մեր խավորը չուներ էս որ քեզ տա։ Ու մեր աղջիկ գալիս են, աղջիկը գալիս է կանգնում է ագրավակարի մոտ, ասում է այստեղից դուրս եկավ մեր խավորը։ Մերը հասկանում է, որ մհերին ա տեսել այդ աղջիկը։ Վերցնում է այդ ձուն, փառք ա տալի Աստծուն ու վերադառնում է տուն։ Ասում են մինչև այսօր այդ ոսկե ձվերը որպես գաղտնի, որպես շնորհ տրվում է այս ընթացքում արժանավորին, ով որ ավելի շատ ողորմած է ու սիրով է ու բաժանում է իր բերքն ու բարիքը։ Այս 40 օրվա ընթացքում մհերը դուրս է գալի։ Մի հատ ժողովուրդ ուզում եմ հասկանալ, այս մհերը արևն է ու մհերը հայտնի է նրանով, որ ինքը խոսքի ուժի տերն է։ Երթվում ես իմ արև, ես ես կանեմ, ասեցիր, արա, ասա տրված։ Այ խոսքը ուժ ունի։ Մեր հենց խոսքն է, արև, պարզություն, պայծառություն, արև, չէ, մհերի արև չէ, մհերը արդեն արև է, կարող ենք ասել իմ մհեր, մենք այդպես կարող ենք ասել, հա, որովհետև իմ արև, մենք հավատում ենք, որ մենք բոլորս արև ունենք ու մեր արևը դա մեր խոսքն է, պարզ, ճիշտ խոսքը, ու և որ մենք մեր խոսքը չենք պահում, այդ ժամանակ մհերը փոշմանում է, խռովում է, մտնում է իր քարիդրի մեջ, մենք շատ հաճախ ասում ենք քնուկեր, խռովուկեր, քարտանուկեր, վախենամ խռովուկեր, այդ որտեղ կաշեք տղա, որտեղ ինքը խռոված է, որտեղ գնացինք օրինակ Yarոջ դռնով ընցուցինք, յար քնուկեր չիմցուցինք, քնուկեր քրտնուկեր, վախենամ խռովուկեր, մհերն է։ Ինքը խռովում է, երբ որ մենք մեր խոսքը չենք պահում, խռովելու հատկություն ունի։ Ու այդ մհերը, որ հենվել էր քո վրա, Անգելինա, ասում էր, այ դու հրաշք աղջիկ ես, դու երևի իմ խոսքը կպահես, իմիջայլոց շատ հետաքրքիր է, մերը որ մտնում է քարի դռան մեջ, շատ լիքը ավանդազրույցներ կան, որ աղջիկ ու մհեր, այ աղջկա մոտ ավելի շատ է գալի, քան տղա, այսքան պատմության մեջ մի անգամ ա եղել, որ հովիվը տեսել է քարի դուռը բաց ու մտել է ներս։ Մտել է տեսել է մհեր ընդեղ է ու ասել այ մհեր ջան, ախր հետո ինչքան ես խռոված մնալու, հետո երբ եք դուրս գալու, երբ ես դուրս գալու։ Ու մհերը ասել է ինչ։ Երբ որ ցորենը կլինի քանց մասուր, գարին կլինի քանց փոփոխ, այդ ժամանակ էլ հրամանք կա, դուրս ենք գալու այս տեղեն, այսինքն մենակ չէ էլի, դուրս ենք գալու մենք, այդ ինչ որ մի հատ զորավոր զորքի հիտ մերնեմ վերմարմարե քարեն, ինչ-որ քարերի մեջ զորավոր քարեր են, քարերի փունջ է զորավոր, որ երբ որ ցորենը կդառնա քանց մասուր, գարին կդառնա քանց փոփոխ, այդ ժամանակ այդ քարերից դուրս կգա զորավոր զորքը, որ հեռուտեղից է հելգիգան, հեռուտեղից է հելգիգան, որ մեր մուրաս կատարեն, այդ ժամանակ, բալավ էդ երբ է, երբ որ ցորենը կդառնա քանց մասուր, ինչ է կարծում, ես պատկերացնում եմ ցորենը կդառնա մասուր, երբ որ մարդկությունը էլի սենց հավաքական դարձնենք, սիրով կավրի, ժամանակ նոր կարա, ասենք հավատով ու սիրով, էլի, մասուրն ու բանը պատահական չի։ միանշանակ Մասուր ինքը միասնություն բան չի, մասուրը, որ այդքան բաները հարտիկներով միասին, մի քիչ էլ փշոտ, այդ էլ կա էլի, այդ էլ պես կա։ Իմ կարծիքով ցորենը, եկեք խորհրդանիշներով նայենք, հա։ Ցորենը մեր մշակույթում ամենակարևոր խորհրդանիշն է սրբազան գիտելիքի հատիկը, որ ասեն ամենակարևոր խորհրդանիշը հայերի համար ինչ է, ցորենի հատիկը։ Այդ սրբազան գիտելիքը, հասկանալ բառն էլ տեղից գալիս, հա։ Մեր հինավուրց թագավորությունների բանում այդ ցորենի հատիկն է։ Ու այս սրբազան գիտելիքը տրվում է միայն
վարդապետության այդ տաճարներում ամեն մարդու էլի չի տրվում։ Դա պետքա դու լինես ընտրյալ, հակավոր, քուր, արժանավոր, ասպետ, քուր, մի խոսքով ամեն մարդու բան չի։ Այդ տրվում է որպես սրբազան գիտելիք վանքում, վարդապետություն է դա կոչվում։ Հիմա մասուրն ինչ է, վայրի վարդ չի։ Այո։ Ուրեմն վարդ, որ աճի, դուք խնամում եք, ետում եք, ջրում եք։ Չէ, դες մասուրա դառնում։ Չէ, մասուր չի դառնում։ Մասուրը մի հատ այսքան տեղ հող է գտնում, չորանալու է։ Հա, Լացելու է, տխրելու է, խռովելու է, չորանա մի անգամից։ Որդերը ուտելու են, ինքն էլ սենց մեծամիտ երեսով յանի դույո, վարդնո, վարա դու։ Չէ, դες չի նայելու ձեր վրա, յան ինչ ես ընկել վա դու, արժանի չես վարդ պահես։ Բայց մասուրը ընդհակառակ այսքան տեղ հող է գտնում, մեկ է տեսար աճայեց։ Հիմա երբ որ այդ սրբազան գիտելիքը իմ կարճ խելքով մասուրի պես ամեն տեղ կաճի, որ իրան պետք չի խնամել։ Մեկ էլ էս Անգելինան կսկսի վարդապետություններից խոսալ։ Ասենք ես ով եմ, ոչ մեկը, մեկ է բաներից եմ խոսում, որ գլխիցս մեծ բաներից։ Այդ նշանակում է մասուրը ծաղկել է։ Մասուրը դարձել է քնց ցորեն։ Ցորենը դարձել է քնց մասուր։ Ցորենը պետք է լիներ այդ սրբազան գիտելիքը քնցվար։ Հետո բացի դրանից էլ այդ մասուր վարդը դրանք բոլորը ոնց որ ասեցիր առաջան սրտի գիտելիքներն են։ Սերն է, սիրտն է։ Սրտի նեյրոնային համակարգն է։ Հիմա պոպոքը ուղեղն է։ Պոպոք ուղեղն է։ Գիտակցությունն է։ Այս էլ ուրիշ նեյրոնային համակարգն է, լոգիկա է։ Դրա համար ասում է գարին, իսկ գարին կենցաղային գիտելիք է, գարի գիտությունը հաց կթխեմ գարի է, նշանակում է այն գիտելիքն է, որը բոլորին հասու է, օրինակ առավոտ ակնոցի լվացվի, այդ է գարի գիտելիքն է, այ որ ձվածեղը սարկես, մեջ մի քիչ աղլեց դա բերանը փակի, վրեն սպիտակ փակ, այդ գարի գիտելիքը, հենց այն ժամանակ, որ էդից սկսում է քո լոգիկային հասնելից ինչ եմ ես ձվածեղը, իսկ որ լվացվում եմ ինչ անում, սրբվում եմ փաստորեն եւ դառնում եմ սուրբ, սկսում ես դու մտածել քո ամեն օրվա կենցաղային օրինակ կրակ եմ վառում մեջ հետ եմ լսում այդ ինչ նշանակում, սկսում ես քո բոլոր ամբողջ կենցաղը մտածես էլի, այս ինչ է նշանակում, ինչ է նշանակում, այդ ժամանակ դառնում է գարին դարձավ քնցվող, Առհասարակ, լավ ասեք։ Վերջացրեցի, այսինքն երկու գիտակցություն է սկսում միանալ, լոգիկան, ուղեղը ու սիրտը, ու բոլորի մոտ այդ գաղտնի գիտելիքները վարդապետությունը փակը բացվում է ու սկսում է ծաղկել մի անգամից բոլորի մոտ, այդ ժամանակ դուրս է գալիս այդ գիտակցությունը, բան ակը, բանականություն։ Լուսաբացին վերադարձան քարաունջ դիմավորելու արևը։ բայց լինի արդեն հետո վերջնե, լինի արդեն ասվիշյոնները։ Գացինք տեսանք, Անցկացրեցինք նախորդին սկսած վիճակի ծեսի ևս մեկ հատված։ Հանուշիկ աղոթրան բացվի, լույսը բացվի, ճակատի գիրը տան, ճակատի գիրը տան։ Խերևած, աղոթարան դռների բաց, Բահարով բացվեց լուսավորան, Սարվարվեց մեր թանքուտան, Բահարով Ամառային արևադարձի օրը արևածագը դիմավորեցինք բոլորս միասին, երգելով արևին նվիրված երգեր։ Այդ ժամանակ հնչեց նաև մեր Սիփանի շվիի քնքուշ մեղեդին, նարեկացու հավուն տաղը, որին ընկերակցում էր քարաունջի հավքի անզուգական երգը։ Հավուն բառը բացի հավքը նշանակում է նաև լուսաբացի և արևածագի միջև ժամը, երբ արթնանում և երգում են հավքերը։
թիմը դեռ կա։ Արևի տաճարի հյուսիս-արևելյան քարուղու ճանապարհին հաստատված է արևածագի քարը, որի ետևում գտնվում է իշխանասարը։ Այդ քարի եւ իշխանասարի գագաթները համապատասխանում են միմյանց հետ, երբ արեգակը ծագում է ամառային արևադարձին։ Ամենահետաքրքիրը այն է, որ թռչունը նստեց հենց այդ քարի վրա։ Զուլոն հակվոսկե կամար ես կերքեմ քեզի համար Վեր եկավ ամպեր հեռացեք, արևին ճամփա բացեք, արևն էլ энսարից շողկը քցեց ես քարին, զիզի քարը տեստես, պլպլում է ոսկուպես, զիզի քարը տեստես, պլպլում է ոսկուպես, արև եկեք, զիզի քարին բեր եկ, սև ամպեր հեռացեք, արևին ճամփա բացեք։ Միջոցառումների ընթացքում իրականացրինք այլ ծիսական արարողություններ։ Դրան զուգահեռ ընթանում էր նաև ռիլերի նկարահանման գործընթացը, որը վստահված էր Գագիկ Աղամիրյանին և Վարագ Արծրունուն, իսկ Թովմաս Բադալյանը տեսախցիկով նկարահանում էր ամբողջ 2 օրվա միջոցառումների շարքը, ֆիքսելով ամեն մի մանրուք։ Ես էինք փնտրում, էլի։ Մի ժամ ես էինք փնտրում։ Հենց այս տեսքով է, ավելի փոքր է, բայց սենց ոնց որ աչքեր ու բերան։ Ջուր լցնենք։ Լցրեք, արա։ Շեղված է։ Տեսնում ես Թոմաս։ Ծաղիկներ մեջ է լցնենք։ Այսինքն էներգետիկա ունի։ Հա։ Վաու։
Պարկ կենտրոնը։ Թող կանգնի։ Ինչ անեմ։ Այսինքն ինչին է տակում։ Մեր հյուսիսը այս է, այս ուղղությունն է։ 37 չէ կկանգնի 37 աշճանի շեղում կա։ Հուսրամես որ ջուրը լսում ես, այդ մագնիսական դաշտը իրան լրիվ լիսկավորում է։ Սկզբից լիսկա թափում է, հետո լիսկավորում է։ Վիճակ, վիճակու վարդմանու շակու շալե, շապիկու ոսկե կոճակ, վիճակ, վիճակ, վարդմանու շակու շալե, շապիկու ոսկե կոճակ, վիճակն է կահա վարլան թարլան, վիճակն է կահա վարվինապով, վիճակն է կահավ թամքացիով, վիճակ, վիճակու վարդմանու շակու շալե, շապիկու ոսկե կոճակ, վիճակ, վիճակու վարդմանու շակու շալե, շապիկու ոսկե կոճակ, Ծաղիկունե մալայա Ջան վիճակ ջան 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 Հիմա այս ջրերը կնոջ հետ է կապվել միանշանակ այս ջրային սաղարարողությունը կնոջ հետ ու ինքը երեկոյան երբ որ արդեն արևը մայր մտնելու է էլ ինքը այդպես ուժեղ հզոր չի սկսվում է մունջծես եթե դու ջրի վրա խոսաս դու փչացնելու ես այդպես լրիվ բացարձակ լրության մեջ ոչ մի ինֆորմացիա դու պետք է չհաղորդես այդ ինֆորմացիան պետք է վերցնես 7 տարբեր տեղից տարբեր համի իստոչնիկներից 7 աղբյուրներից դրանք անուններ ունեն ես ուզում եմ խոսել ծաղիկների ու ջրերի մասին ամառային ծիսաշարի հիմքում մանավանդ վաղ ծիսաշարի ընկած է ջրերի ու ծաղիկների պաշտամունք ընդհանրապես ամառը ջրի պաշտամունքի հետ է կապված եւ այդ առաջի ծեսը որ կապվում է 7 աղբյուրների հետ է մենք հիմա քարահունջում ենք ուստեղ մենք տեսանք ֆանտաստիկ մի sense քար որը կարծես 3 ափսե լինի 3 թաս մենք լցրեցինք այստեղ ջուր ինքը լիցքավորվում է հուսան եւ հիշեցի այս ծեսը գիշերային sense մի ծես որ ջուրը դնում են աստղունքի գիշերվա աստղերը թող ցոլան ջրի մեջ ուզում եմ նկարագրել այս ծեսը ինքը սկսվում է այդ արարողությունը կատարում են կանայք պիտի լինեն 7 կին լավ կլինի 7 կին իդեալական կլինի 7 աղջիկ եւ ինչի աղջիկ ինչքան իրանք փոքր են այնքան սրբությամբ աղջիկները ընդհանրապես մարդիկ մոտ են Աստծուն իրանց հավատքով իրանց մաքրությամբ այդ 7-ից մեկը ընդհանրապես լավ կլինի որ լինի 3-ից 7 տարեկան մինչև 7 տարեկան աղջնակ որովհետեւ հենց այդ աղջիկը հագնելով հարսի շորեր ներկայացնում է արուսյակ մոլորակը երկրի վրա հարսիկը ու գլխավոր ծեսը կատարում է հենց այս փոքրիկ աղջնակը եւ այսպես այս կանայք կամ աղջիկները 7 հոգով կատարում են մունջ ծես սուսուփուս գնում են 7 աղբյուր 7 աղբյուրների անունները առաջինը կաթն աղբյուր հետո տող աղբյուր հետո պաղ աղբյուր եկեք սկզբից գնանք հա իմ կարծիքով հենց կաթն աղբյուրը այն առաջի աղբյուրն է որից մենք սնվում ենք ու ինքը կապնվում է ծիր կաթինի հետ Առաջի աղբյուրը, որտեղից մենք ստանում ենք ինֆորմացիա, մայրական կաթն է, ու երևի հենց այդ կաթի մեջ այն ինդիվիդուալ ինֆորմացիան, որը չի կրկնվում ու երևի տեղա գրված, ինչի համար ենք մենք եկել այս աշխարհ, այ մեր բախտը, մեր ճակատագիրը, մեր ամեն ինչ մեր մասին, մեր միսիան կյանքի գրված է մայրական կաթի մեջ, մենք ստանում ենք հենց այդ կաթնաղբյուրից։ Հաջորդ աղբյուրը, որ կոչվում է տող աղբյուր, դա այդ ինֆորմացիան է, որ մենք ստանում ենք տողերից կամ տաղերից, տողաղբյուր, դա օրինակ խորհրդանշական եկեք ասենք դպրոցն է, դա ինֆորմացիա է, տեսեք երկու աղբյուր խառնվում է իրար, մայրական կաթից եկած այդ ինֆորմացիան, գենետիկ ինֆորմացիան խառնվում է այն գրքի հետ, ոնց որ համ ես, համ դուք իրար հետ կարդում ենք նույն գիրքը, բայց ես լրիվ ուրիշ բան եմ հասկանում, դուք ուրիշ բան, այդ ոնց է, ինչով է պայմանավորված, որտեղ դրանից առաջ, այդ տողաղբյուրից առաջ պիտի լինի կաթնաղբյուրը։ Հաջորդ աղբյուրը կոչվում է պաղ աղբյուր։ Պաղ աղբյուրը դա օրինակ եկեք խորհրդանշական ասենք ինստիտուտը։ Ես արդեն հաստատ գիտեմ ինչ եմ ուզում դառնամ։ Այդ երկու աղբյուրները խառնվել են, ես հաստատ գիտեմ, մոտ յուրեղացել է արդեն այդ ինֆորմացիան, պաղ աղբյուր, օրինակ ես ուզում եմ դառնամ շատ լավ մայր։ Ես ամուսնանում եմ, դա էլ է պաղ աղբյուր։
Հիմա պաղաղտյուրը մենք կամ ուզում եմ դառնամ բժիշկ։ Պաղաղտյուրը խմելուց հետո իրականում այս ամեն մի աղբյուրը եթե մենք շարունակում ենք, մենք հոգևոր բարձանում ենք, աստիճաններ ենք բարձանում։ Շատ մարդ տենց էլ մնում է պաղաղտյուրի մեջ կամ տողաղբյուրի մեջ, ամբողջ կյանքում սովորում։ Մի քիչ էլ բարձացանք պաղաղբյուրից հետո գալիս է շատ հետաքրքիր աղբյուր, որ կոչվում է քամուն աղբյուր։ Քամուն աղբյուրը խառնելով բոլոր ջրերը բերում է մի վիճակի, երևի որ մարդ չի հասկանում ինքը կյանքից ինչ է ուզում, հասկանում է որ ոչ մի բան չգիտի, ինչ որ խառնվեց ամեն ինչ իրար։ Քամուն աղբյուրը ֆունկցիան քամուն աղբյուրի հենց դա է, որ խառնի ինֆորմացիան։ Սոկրատի աղբյուր ասենք, գիտեմ մի բան, որ ոչ մի բան չգիտեմ։ Այդ նշանակում է ահագին բան, արդեն 3 աղբյուր ամեն դեպքում դու ինչ որ մի աստիճան բարձրացել ես վերև։ Քամուն աղբյուրից հետո ասենց օրինաչափորեն գալիս է մի աղբյուր, որին իսկի աղբյուր է չեն ասում են սև հատիկ։ Դա ասենք ստրես, ասենք ինչ փորձանք, ինչ որ մի բան գալիս է մի այդ քամուն աղբյուրի վերջում գա դեպրեսիա, չգիտեմ, ինչ որ մի սև հատիկ է գալի մարդու գլխին։ Եթե դու կարողանում ես հաղթահարել այդ սև հատիկը, դու բարձրանում ես մի աստիճան։ Դա քեզ մեծ ուժ է ներսից պահանջում ու ամեն մարդ դրան չի արժանանում այդ սև հատիկին։ Դու որ մի աստիճանել ես բարձրանում սև հատիկից, գալիս ես յուղի մեծ աղբյուր, 6-րդ աղբյուրը կոչվում է յուղի մեծ աղբյուր։ Քո խոսքի հետ հաշվի են նստում, արդեն դու կարող ես կառավարել, արդեն դու շատ բան գիտես, գալիս են քեզնից խորհուրդ են հարցնում, դու շատ բան ես տեսել։ Արդեն այդ յուղի մեծ աղբյուրն էլ, որ մի քիչ էլ ես բարձրանում վերև, 7-րդ աղբյուրը կոչվում է մեղրիկ ջուր։ Այս այն սրբազան աղբյուրն է, որ այդ տիպի մարդ օրինակ օրհնություն ասեն մեղրիկ ջրին արժանանաս, այդ կարողանեց մարդ լինի, որ կյանքում մի անգամ տեսնես, ինքը օրհնի քեզ, որ կյանքում իրան չմոռանաս։ Ամբողջ կյանքդ փոխվի մի անգամ այդպես մարդու հանդիպելը։ Հիմա այդ 7 աղբյուր, այդ 7 աղբյուրի մասին Կոմիտասը գրել է բյուրականում այդ Կուժը դնենք մերուսին երգը, որտեղ փառաբանվում են այդ 7 աղբյուրներն էլ, Կուժը դնենք մերուսին, երթանք առաջ կատնաղբյուր, ջուրը լցնենք եւ այդպես մեղրիկ ջուրներ չհմորնանք, բոլոր ջրերը սենց գովաբանվում են, բայց առանձնահատուկ ուշադրություն դարձնում է սև հատիկի վրա, այս այն բոլորիս համար, ով որ սև հատիկի մեջ եղել է, կամ կա, կամ արդեն դուրս է եկել գովաբանությունը։ Սև հատիկ պաղուզուլալ ջուրել առնինք ու դառնանք, պաղուզուլալ սև հատիկն էլ անցնենք ու գնանք, հասնենք, արժանանանք մեղրիկ ջրի։ Եվ այսպես 7 աղբյուրի ջուրը հավաքում ենք, բերում, լցնում ենք, ասում է փարչա, ասես մի կուժի մեջ, մի ամանի մեջ, ստեղ այնքան հրաշալի մենք ամաններ տեսանք, այդ փարչայի մեջ, այդ ամանի մեջ ջուրը պիտի մնար ծաղիկների հետ միասին ամբողջ գիշեր, որ երկնքի աստղերը մեջը արտացոլվեն, հայելվեն, ինքը տենց հանգստանում է, լիցքավորվում է, ու տենց երկնեց իսական երկնքի աստղերը թող ցոլան, անուշիկ ցոլան, ու կամաց երգում են, անուշիկ ցոլան, աղոթրան բացվի, լույսը բացվի, ոնց որ հիմա մենք աղոթրան լույսին է կանգնած, ճակատի գիրը տան, որտեղ այդ ժամանակ արդեն լեփլեցուն լցվում աստեղ այն ինֆորմացիան, որի համար մենք հավաքվել ենք, այդ վիճակի ծես է կոչվում, վիճակի ծես։ Եվ այսպես այս ծաղկաջուրը արդեն աղոթրանի ժամանակ, աղոթրանը որ բացվում է, ինքը բավական լիցքավորված է, այս ջրի մեջ մենք դնում ենք մեր թալիսմանները, բոլոր այն մասնակիցները, ովքեր մասնակցում են վիճակի ծեսին, դնում են ջրի մեջ իրանց ամենասիրելի թալիսմանը, յուրահատուկ օրհնություն է տեղի ունենում այս ջրի մեջ հաղորդակցվելով այս ջրին։ Միջելոց այս վարդաջրերը շատ ընդունված էր, ամբողջ ամառ կարելի էր գալ այսինքն ջրի մեջ, քարի մեջ լցնել ջուր, ծաղիկ լցնել ու առավոտ լվացվել, ասում են ցողոտ, շաղոտ, վարդ մանուշակի ջրերով լվացվել։ Չվատ լասյոն է, հա։ Գիտեք, ըստ ծիսակարգի այդ ջուրը նույնիսկ բերում են եկեղեցի, դնում են խորանի մոտ այդ ուժով
առավոտ 8, հա, ու պատարակ էր, որ պատարակը մատուցվում էր, ամբողջ այդ երգը, երգեցողությունը միաձուլվում էր այս ջրի հետ։ Ջրի մոտ չէր կարելի խոսալ, առավել եւս վատ բաներ ասել։ Ջրի հետ հաղորդակցում են կամ լրիվ մունջ, կամ միայն երգով։ Ինչ պիտի խոսան, երգելով են ասում ու անընդհատ կրկնելով ջան վիճակ ջան ջան, ջան ծաղիկ ջան ջան։ Ինչ մեկը ասեց, մյուսը ամբողջ խումբը պիտի կրկներ այս բանաձևը ջան վիճակ ջան ծաղիկ։ Ինչ է կատարվում, որ վիճակի, ինչ վիճակ են անում։ Համարվում է, որ այս ընթացքում, այս 40 օրվա ընթացքում արևադարձի մայիսից մինչև այդ համբարձման տոնը, հա, մինչև արևադարձի ժամանակաշրջանը երկնքի դռները բաց են ու երկնքից թափվում է երկրի վրա աստղերի արտացոլանքը եւ ամեն մի ծաղիկ վերածվում է, օրինակ ստեղ հիմա ինչ ծաղկել է, ամեն մեկը մի աստղ է։ Օրինակ հարցին, քանի աստղ կա երկնքում, ճիշտ պատասխանը այնքան ինչքան ծաղիկ երկրի վրա, որտեղ այս 40 օրվա ընթացքում ամեն մի աստղ վերածվում է ծաղկի ու համաստեղության, որ sense նայես ամեն մի ծաղկի մեջ կարող է ամբողջ եզերքի ինֆորմացիան լինի։ Եվ հենց այդ ժամանակը, որ երկնքի դռները բացվում են, մեր մասին էլ ինչ կաչ կա երկնքից մենք ստանում ենք։ Գցելով ջրի մեջ ծաղիկների մեջ մեր թալիսմանները սկսվում է վիճակի ծեսը, որ հուսամ շուտով մենք կանենք։ Հարսիկը հանում է մեկ-մեկ այդ անմեղ երեխան, մեկ-մեկ ջրից հանում է մեր թալիսմանները։ Մենք երգում ենք երգեր, որոնք կոչվում են մանիներ, մանի, այդ անտեսանելի թելերով, մենք թել ենք մանում։ Այդ թելը մեր կյանքի թելն է, որը այս երկրից դեպի երկինք մենք սենց անտեսանելի գունավոր թելերով կապված ենք երկնքից։ Եվ սկսվում է մանվել մեր թելերը։ Այդ մանիները երգելը հատուկ երգեր են, որոնք երգում են հենց այս շրջանի վիճակի երգերը։ Հանեցի, ասենք թե ձեր թալիսմանը Գայանե ջան, ու ես երգեցի մի բառ։ Էս ինչ բարի բախտ դուրս է լավ ջան, ծաղիկ ջան ջան, հա։ Այս ձեզ է վերաբերում, բարի բախտուց է։ Աղջի ման է մանածդ, ջան վիճակ ջան ջան, գնա քաղեցանածդ, հա, ջան ծաղիկ ջան ջան։ Տենց հազարավոր մանիներ կան, այնքան շատ երգեր կան, մեր մշակույթը ուղղակի ողողված է վիճակի երգերով։ Ինչը խոսում են մասին, որ ծեսը շատ տարածված ու շատ սիրված է եղել։ Իսկ իր ակունքներով վստահաբար գալիս է մեզ մոտ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից ու բավականաչափ լավ պահպանվել է մինչև մեր օրերը։ Ինչ ասենք։ Բնապաշտություն։ Բնապաշտությունից, այո։ Հաստատ բնապաշտությունից, որովհետև սա գիտելիքը, սա լուրջ գիտելիք է, որը հազարամյակներից եկել է ու այսօր էլ, եթե մենք հարցնենք գիտաշխատողներին ջրի բանաձևից, ծաղիկների բանաձևից, այս ամեն ինչից գիտականորեն վստահաբար այս ծեսը կբացատրվի։ Աշխատում է։ Այս ծեսի հիմնական նպատակը ինչն է, բարեբեր անձրևները։ Բոլորը կոչ անձրևաբեր ծեսեր են կոչվում, որովհետև այս շրջանի անձրևները իրանց հետ բերում են բերք ու բարիք։ Աստված մի առասցե, որ այս շրջանում անձրև չգա։ Լինի չոր, սարսափելի, երաշտ եւ մենք չենք ունենա բերք ու բարիք։ Բայց այդ մասին առանձին պատմություն։ Միջոցառման գիտական մասի պատասխանատուն էր ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանը։ Հենց ջուր են լցրել, մնացել է ամբողջ օրը, հետո այդ ջուրը խմել են, հիվանդ են բուժել, այդ որ մագնիսականը, տվել են խմի, կամ ինչ ասես մաշկային, այս բանը բժիշկություն են էլի տեղ արել, ինձ թվում է։ Հատուկ մշակված քար է, տես որպես ճարտարապետ եմ ասում, հետևի մասը, որը որ պատի վրա է հենված, հենակետը լավ մշակված ու դրված է, սա աշխատում է կոնսոլ, ու կոնսոլը տես ինչ թռիչքի վրա, սրա վրա էլի քար է դրվելու, հիմա որ դնես էլի ինքը կայուն մնալու է, ինքը խնդիր չունի, ու բոլորն է տենց սարկած, չի կարա։ Բան չի լինում էլի։
Եկեք նկարենք էլի։ Դիտարան ասա, դիտարան։ Սա կարա դիտարան լինի, կարա սա օգնող սենյակ լինի նրան։ Դեռ որտեղ ես կարող է կպնի։ Եվ սենց լիքը կա։ 6-7 հատ ունենք մենք տարածքում, էլի։ Այն կողմը կա, այն ներքևը կա։ Ուրեմն մեջը տան մեջ է։ Ուրեմն մեջը բարի մարդ անցնում ստեղից։ Մենք նորից քարահունջում ենք։ Հաստատցի կանգնած ենք մի տարածքում, որտեղ գետնափոչ սրահ է։ Նմանատիպ սրահներ քարահունջի տարածքում շատ են։ 7-8 ակնհայտ բացված սրահներ կան եւ իհարկե գլխավոր սրահը, որը որ գտնվում է Աստղադիտարանի կենտրոնում, կենտրոնական սրահն է, կենտրոնական շրջանի մեջտեղի սրահը, որը հստակ արևի տաճարի սրահն է, ինչպես Հերունին է նշում, որովհետև ինքը իր հստակ հատակագծային ուղղանկյուն լուծումով ուղղված է դեպի արևելք, ընդ որում արևելք ոչ թե հենց արևելք ուղղությամբ, այլ կոնկրետ այսօրվա խորհրդով արևադարձի օրը արևի ծագման անկյան ուղղությամբ։ Մյուս սրահները, ինչպես այս սրահը, այնպես էլ մյուս սրահները, որոնք գտնվում են տարածքում, չունեն հստակ ուղղվածություն։ Շատ տարբեր է իրանց ուղղվածությունը։ Դա նշանակում է, որ սրանք օգնող սրահներ են եղել հիմնական սրահին։ Այսինքն արևի տաճարը հիմնականն է, որին կից եղել են նմանատիպ սրահներ։ Եթե ուշադիր լինենք, բոլոր այս սրահները ծածկված են կեղծ թաղերով, մեծ մեգալիթյան էլի քարերով, որոնք հատուկ մշակված են։ Ուրեմն պատերը 1.5-ից 2 մետր հաստության հսկա պատեր են, որոնց վրա դրված են այս պարկած սալիկները, որի հետնամասը, որը որ հենվում է պատի վրա, դա հստակ ողորկ մշակված հաստ մասսայով զանգվածն է եւ կոնսոլային դուրս եկած մնացած հատվածները։ Բոլոր սրահները սարքվել են եւ ծածկվել են նմանատիպ քարերով։ Սա պատահական չի, որովհետեւ վաղնջական ժամանակներից մենք գիտենք, որ տարբեր բնակատեղիներում, տարբեր տարածքներում, թե Հայաստանի, թե Հայաստանից դուրս նմանատիպ գետնափոր շինությունները շատ ժամանակ ավելի հեշտ էր ծածկել փայտե ծածկերով, վրան հողով եւ այլն ավելի թեթև շինարարական ճանապարհով։ Բայց մարդիկ ընտրել են այս ճանապարհը, հետեւաբար այս քարերը եւ այս շինությունը շատ կարեւոր հստակ նշանակության շինություն է եղել, ինչի համար գնացել են այսպիսի ավելի բարդ, բայց ավելի հետաքրքիր ճանապարհով։ 1 2 Մենք գտնվում ենք քարահունջում եւ պատահական չի, որ այսօր ենք գտնվում քարահունջում։ Ինչով է այսօրվա խորհուրդը կարևոր։ Այսօր հունիսի 22-ն է եւ մենք գիտենք, որ դեռ վաղնջական ժամանակներից համենայն դեպս հայ մարդը, որը որ արարել ու ստեղծել է քարահունջ աստղադիտարանը, շատ լավ գիտեր արևի եւ աստղերի բոլոր ցիկլերը։ Եվ այսօր արևադարձի օրը մենք գտնվում ենք քարահունջում, որպեսզի եւս մեկ անգամ չափագրենք, եւս մեկ անգամ խոսենք ու տոնենք արևի տոնը, արևադարձի օրը, նշելով նաեւ քարահունջի խորհուրդը արևադարձի օրվա հետ կապված, որն է այդ խորհուրդը։ Հիշեցնեմ, որ քարահունջի հուշահամալիրի կենտրոնում գտնվում է արևի տաճարը։ Մենք հիմա տեսնում ենք արևի տաճարի մուտքը եւ տաճարը, որ ի պատիվ մեծ գիտնական Պարիս Հերունու, որը անվանել է արևի տաճար, շատ դիպուկ է, որովհետև արևի տաճարը ունենալով հստակ ուղղանկյուն հատակագիծ, ուղղված է հստակ արևադարձի կետին։ Մեր դիմացը տաճարի ուղիղ առանցքով ընկնում է Իշխանասարը, որտեղից արևը ծագում է արևադարձի օրը։ Բնականաբար դա ավելի գտնվում է հյուսիս-արևելյան հատվածում, արևելքից մի փոքր դեպի հյուսիս շեղված ուղղությամբ, որովհետև դա արևի մաքսիմալ պիկի ծագման կետն է, որից հետո արևը շրջադարձ է կատարում եւ
հետ է նահանջում։ Այդ տեսակետից տաճարը ունեցել է իր կարևոր խորհուրդը այս ամբողջ համալիրի մեջ եւ աստղագիտական նշանակության տեսակետից շատ արժեքավոր է։ Մնում է բացահայտենք նրա առավել թաքնված եւ առավել հետաքրքիր նրբությունները, թե ինչպես են օգտագործել, ինչպես է կիրառվել եւ ինչպիսի գաղտնիքներ է իր մեջ պարունակում։ Քարաունջի հերթական քարերից մեկը, որը շատ յուրահատուկ է, համար 21 քարն է։ Ինքը որոշակի յուրահատկություն ունի։ Հիմա սկզբից նայենք, թե կողմնացույցը ոնց է իրան պահում քարի նկատմամբ, հետո կխոսենք քարի մասին։ Ահա։ Ահա վասիկ 80 սանտիմետր այս հատվածը, պայմանական 80-85 սանտիմետր լայնության այս հատվածում կողմնացույցը 20-25 աշյան շեղում է տալիս։ Ինչ է իրանից ներկայացնում, շատ յուրահատուկ քար է, քարաունջի քարերի մեջ։ Ինքը 3 կողմից ծաղկած քար է։ Կարող ենք ասած պատտվել ու տեսնել։ Հյուսիսային, արևելյան, արևմտյան ճակատները սովորական հին քարա ծաղկած մշակված, սակայն հարավային ճակատը, հարավային լանջը, որը ըստ էության պետք է ավելի շատ անջատվեց, զայատկա չկա, բանը տեղը էլի արդեն զբաղված է։ Հա, տեղն է զբաղված, դա ոչինչ։ Ասա։ Հարավային ճակատը, որը որ պետքա էրոզիայով ավելի շատ դեֆորմացված լիներ, տեսնում ենք ինչքան հղկված է։ Սա ակնհայտ ոչ մեր քաղաքակրթության հետք է։ Այսինքն ինքը մշակված է, ինքը ջերմային մշակում անցած մակերես է, հղկված, կտրված եւ շատ տարբերվում է բոլոր մնացած մշակված քարերից։ Որ խնդրեմ էլի այդ վերջաբաղը բերեցի, կիսատ չմնա էլի։ Դեռ որտեղ կանեցիք։ Եկանք արդեստեղ, որ մշակումից խոսենք։ Այն կողմերը ծաղկած էր, այս կողմերը։ Քարի 3 կողմերը ծաղկած են եւ շատ տիպիկ քարաունջի մնացած բոլոր մեգալիթյան քարերի նման, իսկ հարավային ճակատը ինքը ամբողջովին մշակված է։ Ոնց է մշակված, ենթադրում եմ, որ սա ոչ բնականon մշակվածություն է, տպավորություն է, որ սա ջերմային մշակում անց է, ենթադրում եմ, որ կարող է սա ոչ մեր քաղաքակրթության հետ կլինի, որովհետև նման վիճակ, նման մշակվածություն մենք չենք տեսնում որևէ այլ քարերի վրա։ Սա շատ յուրահատուկ քար է եւ հավանաբար ինչ որ կարևոր նշանակություն է ունեցել համալիրում, որ այս քարը մշակել են նման ճանապարհով։ Նույն ձևի կտրվածք ունեն գառնիի վեցանկյունները։ Նա ուրիշ է։ Գառնի վեցանկյունները ինքը բնականon ճանապարհով է ստացված։ Սա ձեռքի մշակվածություն ունի։ Ասում են նա էլ է կտրել, ինչ որ բան է կտրել, լազեր է կտրել, բան է կտրել։ Ես կարծում եմ, որ չէ։ Այսինքն քարտեր ունի։ Որտեղ նրա սարի ստրուկտուրան է հենց այդպեսին, ոչ միայն գառնին է։ Մեր Երևանի երբ որ մանկական երկաթուղի են գնում այդ թունելներից, երբ որ դուրս են գալի, այդտեղի ժայռը նույնպես նույն տեսքը ունի։ Այտենց այդ ճանապարհով շատ կան, աշխարհում տարբեր տեղերը շատ կան եւ իրանք հենց վեցանկյուն են։ Ինչի է վեցանկյուն, որովհետեւ այդ վեցանկյունները բնական ճանապարհով է ձևավորվում։ Ոնց որ մեղվի բջիջները, մեղուն որ բունա դնում այդ բջիջները ունեն վեցանկյուններ, նույն ճանապարհով ձևավորվում է այդ քարի ստրուկտուրան։ Ինքը առաջանում է գերլարված վիճակից կամ բարձր ջերմային հետո
ցածր ջերմաշրջանային պայմաններում կարելի ասել Միանգամից տակի վրա տրակում է, հա, տրակում է, բայց որ տրակում է, ինքը տրակում է 6-անկյան սկզբունքով, ոնց որ բանը մեղվի բջիջները։ Ես չգիտեմ, ես էլ չեմ կարողացել բացահայտել այս քարի նշանակություն, սա ինչ-որ կարևոր քար է, էլի, որ հենց այս մեկը մշակել են, բերել են այստեղ դրել են։ Ինչ-որ մի բան է հուշելու, 100%։ Ասենք, սա կարող է, սա այն քարը իրար հետ եռանկյուն կազմի, որը որ ինչ-որ մի բան նշանակի։ Կամ այս քարը այն քարի գագաթի հետ ինչ-որ մի առանցք ցույց տա։ Просто այնքան բացահայտում եք, որ հիմա սա առանց թողելու ստան ես անում, դա սա Իրանց մոտ էլ շատ են խճի։ Ահա, վախենալու մարդիկ են։ Դու գիտես ով ես։ Օրությունը միջև 30 Արևն էլ կա, համար կամ։ Ուրեմն նայեք, էլի ասում, լուրջ։ Ես չասեմ, ինչ ասեցի։ Մենք ծանր ենք տանում, որ արևը չկա, ասեցի հենց այն աղջիկը գա, արևը դուրս կգա ամպիտակից։ Մեկ էլ նրան աղջիկն Քայլում եք մի պահ դուրս եկա։ Որովհետև արև ինքն իր հետ բերեց։ Այնց որ իմացի դու Այս ընթացքում վիճակի ծեսը անցավ իր վերջնական փուլին։ Խաչբուր, հոգին դաշտերուս։ Խաչբուր, հոգին դաշտերուս։ Խաչբուր, պահապան արտերուս։ Խաչբուր, պահապան արտերուս։ Դու դրախտի անմահություն։ Դու դրախտի անմահություն։ Որ հույսը լույս արեցիր։ Որ հույսը լույս արեցիր։ Իսկ լույսն արշալույս։ Իսկ լույս արշալույս։ Ու խրճիթս կժպտա։ Ու խրճիթս կժպտա։ Ու խրճիթս կժպտա։ Համարվում է, որ մենք նետա բաց թողել սիփանը, այդ նետը գնացել է կապել այս արուսակին ողսացել բերել է ու փայտիկի վրա հայտնվել է արուսակին բերել։ Աստղիկ։ Նա այս աստղին հագցնում ենք իր ձեռները։ Վիճակ, վիճակ, վարդման ուշակ, շահալե շապիկ ոսկե կոճակ։ Պետք է լինի շալեշակի։ Այսինքն ընդհանրապես պիտի կարած, կտրած, մտրած չլինի։ Ոչ ասեղա կրպե, ոչ բան ու մատիկով ծակ են անում մեջտեղը։ Ոսկե կոճակ, այսօր մեզի համբարձում է, վիճակ, վիճակ, վարդման ուշակ, Աստծու փառքի բարձումն է, շալե շապիկ ոսկե կոճակ, վիճակ, վիճակ, վարդման ուշակ, շալե շապիկ ոսկե կոճակ։ Ռնեցինք։ Շալե շապիկ ոսկե կոճակ։ Վիճակ, վիճակու վարդման ուշակու շալե շապիկու ոսկե կոճակ։ Վիճակ, վիճակու վարդման ուշակու շալե շապիկու ոսկե կոճակ։ Վիճակնի բարի, Աստված մուրաս կատարի, Օրինակ ես ինչ դիր բարես, այն քարի Վիճկի սանուն աղասի, էսումնա։ Ջան, վիճակ, ջահան։ Կոննա, դե վերցրը հարստանալու ես։ Ջեբերելի աբասի, ջան, ծաղիկ, ջան, վիճակ, ջան։ Էս ինչ բարի բաղ դուրս է լավ, ջան, վիճակ, էսում բարի բաղտերն է։ Սրտիտ նուզած կատարավ, ջան, ծաղիկ, ջան, վիճակ, ջան։ Աղջի մանե մանածդ, ջան, վիճակ, ջան, գնա քաղեցանածդ, ջան, ծաղիկ, ջան, վիճակ, ջան։ Այդ պահին արթնացավ Վանը, ով գիշերել էր քարաունջում։ Խիո, խանե,
Խիո, խիո, խանե, խանե, տնեն իլահար դու կայլար դու, մեջկը հտվորը, խանչավարի դու, քամին իսահանի դու, ես կողսի դուշի պարուցու, խիո, խանե, խանե, խիո, խիո, խանե, Քարաունջին հրաժեշտ տալուց առաջ եկավ դպրոցականների մի խումբ։ Արգելոցի վարիչը խնդրեց մեզ պատմել նրանց հուշարձանի մասին, ինչը մենք մեծ հաճույքով արեցինք։ Շատ խորհրդավոր քար։ Ինչու է խորհրդավոր, ինքը յուրահատուկ քար է, որը անցքավոր քարերի դասին է պատկանում, տեսնում ենք վերևում անցք ունի եւ պիկի կետ ունի։ Հիմա հերթով խոսենք, որը ինչ նպատակի համար է ծառայում։ Միանգամից ասեմ, որ անցքը նայում է արևելք եւ ցուցատալի արևի արևածագը արևելքում մարտի 21 եւ սեպտեմբերի 21 գիշերը հավասարի օրերին։ Դրանով ինքը ֆիքսված կետ է։ Երկրորդը աշխատում է իր գագաթը։ Ոնց է աշխատում իր գագաթը։ Մենք ունենք կողքը մեկ այլ քար։ Եկեք պատմությունը լսեք։ Ունենք այս քարը, որը աշխատում է մեր ցուցված 63-րդ քարի հետ։ 63-րդ քարի գագաթը եւ մեր այս քարի անցքը գտնվում են մի ճառագայթի վրա։ Ուրեմն այս քարը որ տեղադրել են, այս քարով ճշտել են 63-րդ քարի գագաթը, որտեղ ինքը կարա աճ ու ձախ շարժվի։ Քարը տեղադրել է 63-րդ քարը, հետո գագաթը բերել են միջև այս անցքից ճառագայթը կպել է գագաթին։ Եթե մենք եկողից ուշադիր նայում ենք, ուղիղ գագաթով է անցնում այս ճառագայթը։ Այսինքն դրանով գործիքը դզեցինք, ուղղեցինք։ Այնուհետև այս քարից հետո գալիս ենք մոտենում ենք հաջորդ քարին։ Հաջորդ քարը սա է, որը նույնպես անցքավոր քար է ու շատ տարբերվում է մյուս անցքավոր քարերից։ Այս քարի անցքից եթե մենք նայում ենք, տեսնում ենք էլի նույն գագաթը։ Եթե նախորդ քարով մենք ճշտում էինք 63-րդ քարի գագաթի ուղղությունը, այս քարի անցքով, երբ որ մենք ճառագայթը տանում ենք դեպի գագաթ, այս ճառագայթի անկյունը կազմում է 39 աշճան կես։ Դա քարահունջի աշխարհագրական լայնությունն է։ Սրանով ինքը մեխված է որպես հուշարձան եւ որպես աստղադիտարան, որը ունի 39.5 աշճան անկյան աշխարհագրական լայնություն։ Շատ կարևոր այս երեք քարերը իրար հետ մեկ մեծ աստղադիտական չափումների համար գործիք է։ Նմանատիպ գործիքներ քարահունջի քարերում շատ կան եւ դեռ սպասում է բացահայտումներ։ Ես ասեմ, որ այս ամեն ինչ որ ասացի, ժամանակին բացահայտել է Փարիսերունին եւ կարող ենք իր գրքում ավելի մանրամասն ու ավելի ճշգրիտ կարդալ ու իմանալ։ Ճանաչենք մեր բնությունը, մեր մշակույթը։ Այդ օրը ժամանակին, ասենք, շատ հազարամյակներ տարիներ առաջ ինքը ավելի հզոր տոնվել է, տոն է եղել։ Հիմա մենք ստեղ ենք, որպեսզի ուզում ենք ոնց որ այս տոնը վերականգնենք։ Ուրեմն երևի գիտեք, քարահունջը դա աստղադիտարան է, չէ՞։ Հնագույն աստղադիտարան է եւ վերջի ճշտումները, երբ որ մենք արեցինք, պարզվեց, որ այսինքն երբ որ հաշվարկներ արեցինք, քարերը ավելի ճշգրիտ չափելով հաշվարկներ անելով, աստղագիտական հաշվարկը ցույց տալի, որ ինքը առնվազն 32,000 տարեկան է։ Այդքան հին է։ Նշանակում է, որ աշխարհում ինչքան նմանատիպ աստղադիտարաններով եւ ամենամեծ տարածքներն են։ Հյուսիսից, հյուսիսային թևից, Քրիստոնեական մոմիջը բարեփոխ է։ 130 մետր հեռավորություն ունի հյուսիսային թևը, 120 մետր մոտավորապես հարավային թևը։ Կենտրոնն էլ այս շրջանում տեսնում եք, սա ոչ արևի
տաճար, արևի տաճարն էլ առանձին խորհուրդ ունի, հա։ Իրանք երկուսը միացած են լարագծով այն մեջտեղ, այդ լարագծով ավելի մանր քարերով կպած են իրար, որպեսզի հյուսիսային հարավային տեղ։ Հիմա տեսեք, ինչ է Իրանից ներկայացնում այս հսկակամությունից մեջը որ ման ենք գալի, մենք չենք զգում իր իսկական պատկերը վերևից ինչ է աղացում։ Իրականում ինքը կարապ համաստեղությունն է, բայց կարապ համաստեղությունը, այդ տեսեք, այսպես պատկեր է, այսը հյուսիսային թևն է, այն կողմն է, այսը հարավային թևն է, այս կողմի հատվածը։ Սա կլոր շրջանն է։ Ну կլոր ինքը մի քիչ ձված է, դեպի այս հարավային, այս արևմտյան հատվածը մի քիչ սրված է, իսկ սա գլուխն է։ Ժամանակին սա կոչվել է անգղ համաստեղություն։ Մեր հայկական տոմարով ինքը կոչվում է անգղ համաստեղություն, սա անգղի թևերն են, սա գլուխն է, սա էլ պոչն է, իդեպ այս գծագրում ցույց տված չի, բայց այստեղ որ նայում են քարերը այս են ճիշտ մա դեպի ձոր։ Այս էլ իր պոչի հատվածի քարերն են, որոնք որ հիմա մի քիչ տեղաշարժված են, բայց պահպանված են հիմնականում։ Այսինքն այն ժամանակ մարդիկ լավ հասկանալով աստղագիտությունից, աստղերի շարժումից, արևի լուսնի ծագելը, մայր մտնելը, կարապ համաստեղությունը ինչ որ երկնքում է եղել, նույնը գետնի վրա սարքել է։ Հիմա որ մենք եթե լավ բաց երկինք լինի, կարող եք ասենք գալ օրինակ հուլիսի 15-ից հետո երկինքը պարզվում է եւ այդ համաստեղությունները կարակ հագից տեսնեք, դուք ինքներ չափեք ու տեսնեք, շատ հասարակ չափում է, այսինքն ինչ-որ ֆանտաստիկ բաներ չկա։ Երբ որ կարապը հայտնվում է զենիթում, այ մեր գլխի վերևը, դա լինում է հիմնականում այդ ժամանակահատվածում ժամ 8:30-ից հետո։ 8:30-ից հետո կարապ համաստեղությունը հայտնվում է զենիթում։ Բայց ինքը, այ տեսեք, սա հիմա ստեղի քարտեզն է, կարապը, եթե սա կարապն է, այս մատներս թևերն են, ինքը հիմա այսպես դիրքով է հայտնվելու, եթե մենք վերև նայենք, սենց է։ Դա ինչի հաշվին է, որ ժամանակին ամբողջ աստղային համակարգը եւ երկիրը պտույտ է գործել եւ ժամանակին այսպես պտույտ է գործել։ Հիմա երբ որ մենք քարտեզը վերցնում ենք ու հետ հաշվարկ ենք կատարում, մենք գիտենք պարբերությունը աստղերի ու լուսնի շարժման պարբերությունները գիտենք, հետ հաշվարկ ենք անում։ Հետ հաշվարկ ենք անում այնքան մինչև այս աստղերի դիրքը գա համընկնի մեր քարահունջի քարերի դիրքին։ Այդ հետ հաշվարկը 32000 տարեկան է։ Ինքը թվում է թե շատ պարզ է, բայց մյուս կողմից էլ հենց ինքն է հուշում, էլի ոնց կարար այդ հնությունը առաջանար։ Դրանով է, որ ինքը շատ յուրահատուկ է։ Մյուս կարևոր յուրահատկությունը այն է, որ տեսել եք, քարեր կան, որ անցքերով են, չէ՞։ Մոտավորապես 85 քար կա անցքավոր, որոնք որ կանգնած են, իհարկե տարածքում էլի քարեր կան, որ անցքավոր են, գետնին ընկած են, չգիտեմ ինչ պատճառներով ժամանակին, ինչ որ պատճառներով ընկել են։ 32000 տարին քիչ տարիք չէ, էլի ինչ որ տեղաշարժեր կատարելու համար։ Ոչ մի պատական բան չկա, շատ հետաքրքիր է, այսինքն ունեցել են մեր նախնիները այնքան գիտելիք, որ կարողացել են այս ճշգրիտ սարքը սարքել։ Բացի այդ, ուրեմն ինչեր կան, բնական է, շատ ավելի քարեր կան, որոնք որ անցքեր չունեն, չէ՞, բայց այդ քարերի գագաթները, այդ սպիկերը, որ տեսնում եք, այդ գագաթները մշակված են։ Հիմա որ պատտվեք, կարող է ինչ-որ քարերը նորին կարողանաք նայեք ու գտնել։ Այդ քարերի վերևի մասը մշակված է, ու եթե ուշադիր նայում եք, դիմացի սարը նույն ձևի պրոֆիլ ունի։ Կամ դեպի բարձրացող պիկ է, կամ դեպի նվազող լանջ է։ Երկու դեպքում էլ կարող է համընկնել։ Եթե նման համընկնում տեսնում եք, ուրեմն այդ կետից ինչ որ էլի մի ժամի, գիշերային ինչ որ մի ժամի կամ առավոտյան ինչ որ մի ժամի, ինչ որ լուսատու դուրս է եկել, ու այդ քարը այդ լուսատուին նայելու համար է։ Հա, քարերի վրա տեղեր կա, որ ձեռք դնելու, հենվելու, երկար դիտումներ անելու համար հարմար հենվելու տեղեր կան։ Կոնկրետ այս մի քարի վրա կա, կարակ մոտենալ, փորձեք ձեր մարմնի չափերով, բայց դա հիմնական խնդիրը չի եղել, որովհետև ճշտությունը այնքան մեծ է, որ երկար կանգնել նայելու կարիք չկա, որտեղ եթե մարդը գիտելիք ունի, որ այս ինչ որ այսին ժամին, ասենք Սիրուսը դուրս է գալու, չէ՞ մոտավորապես, ու ինքը գիտի, այս քարը Սիրուսի քարն է, ինքը ընդամենը պետք է դուրս գա, ճշտի, Սիրուսը դուրս եկավ, թե դուրս չեկավ, որտեղ տեսեք, առաջ ոնց է եղել, ոչ կողմնացույց է եղել,
ոչ ժամացույց է եղել, չէ՞, մարդիկ պետք է ինչ-որ տարին կարողանային հաշվարկել։ Եղանակներ ստեղ անընդհատ գնում գալիս է, այսօր անձրևա վաղը կարաձուն լինի, ամառա կարաձուն էլ կա, չէ՞, կարկուտ գա, չգիտեմ ինչ կա։ Եղանակի փոփոխության պատճառով հնարավոր չի ճշգրիտ օրը որոշել, բայց տարվա կտրվածքով ժամացույց է պետք։ Սա լավագույն ժամացույցներից մեկն է։ Նայում են այնքան մինչև իրանց համապատասխան, ասենք, Սիրիուսի աստղը դուրս եկավ։ Սիրիուսի աստղը դուրս եկավ, ուրեմն սա հուլիսի 11-ն է, ենթադրեք։ Կամ դուրս եկավ, ասենք, օրինակի համար, եթե այսօր բաց լիներ, մենք առավոտյան եկանք, որ այդ չափումները նույնպես անեինք, նրանց որ գիտեինք բազմաթիվ անգամ արել ենք, բայց ամպերը թույլ չտվեցին։ Ուրեմն, երբ որ արևը ծագում է, արևը ծագելուց 1 ժամ առաջ, առաջի անգամ այս ցիկլի մեջ հայք համաստեղությունը, որը Օրիոնն է։ Օրիոնի համաստեղության առաջի աստղը դուրս է գալի մի ժամ։ Հետո հենց արևը ծագում է, բնականաբար փորձում։ Այսինքն, եթե հայք համաստեղության աստղը դուրս եկավ, առաջի անգամ, այդ նշանակում է արևադարձի օրն է եւ արևը դրանից հետո պատտվելու է հետաքրքիր։ Ու տես շատ բաներ կա, ես հաստատ ինչ-որ ասեցի երևի 0.1% ասեցի կամ չգիտեմ, եթե նույնիսկ բանկավոր գիտեմ ու չեմ ասում, էլի 0.1%-ի մեջ է մտնելու։ Համալիրը այնքան հետաքրքիր է ու այնքան նշանակալից է, որ լիքը գաղտնիքներ է պատահում։ Բայց այդ գաղտնիքները պետք է այդ երիտասարդներն է, այս ամոթները իմանանք, հետո քարի վրա դնելով դուք լիքը բացահայտումներ եք։ Շատ կարևոր է մեր ազգի համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար շատ կարևոր է։ Եթե մենք մեր իսկությունը չճանաչենք, մեր պապերի թողած հետքը հիշատակը չճանաչենք ու չբացահայտենք, մենք ապագա չենք ունենա։ Մինչև մեր հինը չճանաչենք, մեր եսը, մեր գենը չճանաչենք, մենք ապագա չենք ունենա, այսինքն չենք ունենա այն ապագան, որը հիմա բոլորս միասին երազում ենք։ Ես որ ձեզ բախվում եմ հաջողություններ Հյուրանոցը լքելուց առաջ կրկին երգում էինք, զրուցում եւ նույնիսկ հասցրինք եւս մեկ ռիլ նկարահանել լեզվաբան Բրյուսովի անվան համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբյանյանի մասնակցությամբ։ Հարգելի ակնբիրներ եւ ունկնդիրներ, ես կցանկանայի այսօր խոսել մի մեծ հանրության համար, մեծ բազմության համար, որովհետև իմ խոսքի առարկան Հայաստանի ամենաակնհայտ, ամենաբնութագրող, ամենահին արտեֆակտի մասին է։ Մշակույթը Քարահունջի ամենահին մշակույթն է ժամանակագրված աստղերի տեղադրությամբ, այն 32,000 տարվա վաղեմություն ունի։ Նրանով զբաղվել են շատ երևելիներ, սկսած մեր հարգարժան հերունուց, մինչև մեր ժամանակակից երիտասարդները։ Եվ մեկը մյուսի հետևից, ինչպես շենքն է կառուցվում քարը քարի վրա, այդպես էլ Քարահունջի վերաբերյալ տեսությունը ընդամենը մի քանի տասնամյակների մեջ հասակ առավ, ամրացավ եւ հզորացավ, ընդ որում ունենալով միանգամայն ճշգրիտ պատմագիտական հիմքեր, աստղագիտության օրինաչափություններով պայմանավորված 32,000 տարի։ Սա շատ կարևոր բան է։ Ես հաճախ խոսում եմ այն մասին, որ Homo sapiens-ը, որը 60,000 տարեկան է, այդպես են նրա տարիքը բնորոշում, չէր կարող 50,000 տարի լուրումուժ նստել, վերջին 10,000 տարվա ընթացքում սկսել խոսել։ Այդպես բան չէր կարող լինել։ Նա խոսել է առաջին օրից, եւ եթե նա 32,000 տարի առաջ ստեղծել է այս հրաշքը, որով նա չափել է աստղային մեծությունները եւ գուտակել աստղային գիտելիքներ, հատուկ այն բանի, որ ստեղծի տոմար, օրացույց եւ այլն, ապա հասկանալի է, որ այդ ժամանակ նա արդեն շատ քաղաքակրթված անձ էր, որպեսզի մենք նրան համարենք պրիմիտիվ, պարզ եւ այլ բաներ, որը հարիր չի բոլորովին մեր այսօրվա քաղաքակրթության չափումներին։ Այնպես որ Քարահունջը մեծ արժեք է, մեծ իրողություն է։ Եվ Քարահունջը միշտ պետք է լինի իրադարձությունների ակունքում, իրադարձությունների կենտրոնում։ Մեր Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոնը հաճախ է կազմակերպում այցելություններ Քարահունջ։ Եվ խնդիրը միայն այն չի, որ մենք պետք է այստեղ ներկայացնենք
նրա արժեքը։ Խնդիրն այն է, որ մենք նրանք պետք է այցելենք, որպես այցելում են ազգի մեծ նահապետին։ Նա մեր թվագրված ամենահին մշակութային արժեքն է։ Նորից եմ կրկնում 32,000 տարի։ Եվ 32,000 տարին խոսում են այն մասին, որ հայոց լեզուն շատ ավելի մեծ է, գուցե կրկնակի, գուցե եռակի, գուցե քառակի, որտեղ այսի մեծ արժեք ստեղծելու համար մարդը պետք է շատ կազմակերպված լիներ եւ ունենար բազմաթիվ գիտելիքներ, իսկ ամենակարևորը իր ձեռքին ունենար հաղորդակցական ամենամեծ հզոր գործիքը, մարդկային լեզուն, հայերենը, աշխարհի բոլոր լեզուների հիմք լեզուն, աստվածատուր լեզուն։ Տոնակատարությունների երկրորդ օրվա ավարտին Երևան վերադառնալուց առաջ մեկնեցինք Անգեղակոտ գյուղ եւ շրջակա տարածքներ, մասնավորապես Գոդեձորի հնավայր։ Այստեղ մեզ ուղեկցեց եւ հնավայրը ներկայացրեց Ավետիսը։ Ցավոք, ինչպես Հայաստանում, գրեթե ամենուր այստեղ եւս առնչվեցինք հնավայրերի հանդեպ վանդալական եւ բացի թողի վիճակի հետ։ Կտրտել տարել եմ։ Կտրտել տարել եմ։ Լավ էլի։ Այ այսպես տեխնիկայով զիզիկ։ Հենա, խնդրեմ, զիզիկ հար, վերևը Կտրելուց հետո ինչ ա։ Հա, դե արդեն տարել է։ Սկզբի նշաններ են։ Կեմնովի։ հայերը ոնց են առաջանում։ Շո ես սարքում։ Պապազուկ։ Դուք անտենանք ինչ են տեսել։ Եկեք մի հատ երրորդ ջոկատ մոտեցեք։ Մի հատ պզացա։ Մեր ասում են էտերեն ոչի տանենք։ Ասում են կնոջ ոչի տարեք, ես ուզում եմ ապրեմ։ Դժվար տեղերով բարձացան։ Այդ Շատ նման էր ժայռապատկերների Տեղերն ուշադիր նայես կելնի ժայռապատկեր, բայց փրթերեն տարեն։ Իսկ մեր գենում է ջիթու է, ձյան տակից դուրս է եկել, իր մարմի է տեսել տեղացան։ Անդի որտե՞ց են։ Գնաց տատուները հայրից սա խանել դրեց։ Շնաս ապաստարի, ասես բանը։ Ինչ կասես, ինքը հերվից է գալ, էլի։ Կամ իշխանները եփ են նստին։ Կամ երկու հատ ուզում եմ։ Հետո մի տարի հետո գնացի։
Այսպիսով ավարտեցինք մեր շրջագայությունը և շարժվեցինք դեպի Երևան։ Ֆիլմը երկար ստացվեց, բայց վստահ ենք շատերին կհետաքրքրի։ Ափսոս էր ֆիլմից դուրս թողնված ամեն մի մանրուք։ Այս տարի կատարեցինք առաջին քայլը ամառային արևադարձի տոնը վերակենդանացնելու։ Հաջորդ անգամ ի նկատի կունենանք բոլոր թերությունները, ձեռք բերած փորձը և կկազմակերպենք 2026 թվականի տոնակատարությունը ավելի լայն մասշտաբով։